կոտրվածները ինչպես եղել են, կան ու կլինեն իհարկե, եւ ինչու առաջացավ միտքը 3D մոդելավորման եւ որ դեպքում ինքը մեզ եկավ օգնության, այսինքն դա բուժման ոչ բավարար արդյունքներն են։ Իսկ ոչ բավարար արդյունքներ մենք ստանում ենք հիմնականում ներհոդային եւ հարհոդային կոտրվածների դեպքում, որովհետեւ դրանք իսկապես բարդ կոտրվածներ են եւ կոնցեպտուալ մոտեցումները կոտրվածքի սերտաճման տարբերակով դա պահանջում է անշարժացում, իսկ հոդի դեպքում դա բնականաբար շարժումն է։ Այսինքն մեկը մյուսի հետ փաստորեն պահանջները, որոնք որ կան, հակադրվում են։ Ոստեղ միանշանակ պետք է լինի ինչ-որ կոմպրոմիսային լուծում։ Այդ կոմպրոմիսային լուծումը կարելի է ստանալ միայն մի դեպքում, երբ որ ներհոդային կոտրվածքից հետո բեկորները լինեն բավարար ֆիքսված եւ հնարավոր լինի առաջին իսկ օրվանից սկսել շարժումները։ Հատկապես բեկորային կոտրվածների, ներհոդային կոտրվածների դեպքում բեկորային շատ դժվար է ստանալ ստաբիլ ֆիքսացիա, որովհետեւ բազմաբեկորային ներհոդային կոտրվածների դեպքում այնպես չէ, որ բոլոր բեկորները հնարավոր է լինում ֆիքսել։ Այդ դեպքում մեզ օգնության է գալիս իհարկե 3D մոդելավորումը։ Ինչով թույլ է տալիս մինչև վիրահատությունը ստանալ այնպիսի իմպլանտներ, որոնք որ հնարավորություն են տալի ամբողջությամբ մինչև վիրահատությունը պլանավորել այդ վիրահատությունը, ճիշտ ուղղություններ ընտրել պտուտակների եւ ստանալ ստաբիլ ֆիքսացիա։ Այսօր ոսկյա ստանդարտը ներհոդային կոտրվածների դեպքում համակարգչային շերտագրումն է։ Համակարգչով ինֆորմացիան ստանալուց հետո մենք կարողանում ենք հատուկ ծրագրի միջոցով մշակել եւ այդ մշակած նյութը հնարավորություն է տալիս, որ իրան տպել եւ ստանալ այդ ոսկրի պլաստիկ տարբերակը, բայց որը որ մեկը մեկին մասշտաբով համապատասխանում է կոտրվածքին, այսինքն կոնկրետ այս որ դուք տեսնում եք, սա կոնկրետ ինչ-որ պացիենտի ոսկր է եղել, որը որ մենք պլանավորել ենք, տպել ենք, համադրել ենք եւ ըստ սրա մենք պլանավորել ենք, թե ինչպիսի իմպլանտատներ պետք է լինեն եւ ինչ դիրքով։ Դեպք ունենք, որ ես կարող եմ ներկայացնել, սա տպված կոտրվածն է հացախաբոցի, եթե տեսնում եք, այսպես կոչված երկու սյուների կոտրված կա, բեկորային, տպելուց հետո մենք կարողանում ենք նույնպես ծրագրային ստանալ իրեն ճիշտ տարբերակը, որը որ պետք է լինի, այսինքն համադրումից հետո, եթե մենք նայում ենք սա նույն կոտրվածքն է, ճիշտ դիրքով, եւ այստեղ արդեն գծված են ընդամենը կոտրվածքի մասերը, եւ արդեն վերջնական պատկերը ճիշտ համադրումից հետո, ինչպիսին թե պետք է լինի, մենք կարողանում ենք պլանավորել, թե ինչպիսին պետք է լինեն հարթակները եւ իմպլանտատները եւ ինչպես պետք է տեղադրվեն եւ միանշանակ արդեն կարողանում ենք ճշգրիտ ձևով տալ ուղղությունները պտուտակների։ Այդ դեպքում մենք միանշանակ ստանում ենք շատ ավելի լավ արդյունք, փաստորեն մինչև վիրահատությունը մի քանի անգամ այդ վիրահատությունը անելով, քան թե առանց այս 3D մոդելավորման։ Ճիշտ է, ծախսատար է, ի նկատի ունեմ եւ ժամանակի առումով եւ ուրեմն աշխատանքի առումով, բայց թույլ է տալիս ստանալ շատ անհամեմատ ավելի լավ որակ, պացիենտները ավելի արագ են ապաքինվում եւ ռեաբիլիտացիոն շրջանը տևում է ավելի քիչ եւ ավելի արդյունավետ։ Ներհոդային կոտրվածների հիմնական արդյունքը ոչ որակյալ բուժման, դա բերում է վաղաժամ պոստտրավմատիկ արթրոզի, իսկ դա ինվալիդիզացիա է 100%-ով երիտասարդ պացիենտների մոտ, որը որ այսօր լուրջ խնդիր է առաջանում, որովհետև նրանք կորցնում են իրենց ակտիվությունը եւ դա բերում է կյանքի որակի իջեցման։